Բարև ընկերներ, մտածում եք, թե միայն մարզերում է թալանը, թյուր կարծիք ունեք, թալանը համատարած է, գրեթե չկա քաղաք, համայնք, պետական կառույց, որտեղ չկա թալան։ Ընկերներ, եկեք մի պարզ բան պայմանավորվենք, որ շարունակում ենք չհայհոյել, չվիրավորել մեկս մյուսին, եկեք տարբերվենք նրանցից, ովքեր դա անում են։ Այսպես, ես որոշել եմ, որ միայն բարձրաձայնելով չեմ սահմանափակվելու, մենք նաև մեր պայքարի երկրորդ փուլը, այսպես ասած, ստիպել իրավապահ համակարգին քայլեր ձեռնարկել։ Թե ինչպես եմ դա անելու, դեռ չեմ բարձրաձայնի, բայց գալու է ժամանակ, որ բոլորիդ կարիքը զգալու եմ այս գործում։ Եթե պատրաստ եք օգնել, որպեսզի երկրում կանգնացնել թալանը, ապա հավանում եք տեսանյութը եւ կիսվում։ Շնորհակալ եմ։ Հիմա անցնենք օրվա թեմաներին։ Այսօր խոսելու ենք Երևանի քաղաքապետարանի մի պաշտոնյայի մասին, ով ուղիղ փոխկապակցված է նախկինների հետ։ Տիգրան Ավինյանը կասի, ըհն մոտեցավ ինձ։ Չէ, Տիգրան Ավինյան, քո մասին խոսելու եմ առաջիկայում, շատ հիմնավորված։ Իսկ հիմա կխոսեմ Ավինյանի աշխատակազմի քարտուղարի մասին։ Վիլեն Արևշատյանի մասին եմ ուզում խոսել։ Այսպես, Վիլեն Արևշատյանը 2012 թվականից մինչև 2024 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ գլխավոր ֆինանսիստի պաշտոնը, այսինքն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներից սկսած մինչ Նիկոլ Փաշինյան։ Արտառոց ոչ մի բան չկա իրականում, եթե լավ մասնագետ է լինում, կարող է աշխատել։ Բայց պարզվում է ոչ մի բիզնես չունեցող Վիլենը ունի ահագին մեծ դրամական միջոցներ։ Մեր ներկա նախկին Վիլենը 2023 թվականին Տեսլա էլեկտրական մեքենա է ձեռք բերում կանխիկ գումարով։ Բացի դա, նա շուրջ 41 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել Երևանում։ Ըստ պաշտոնական տեղեկագրի, Վիլեն Արևշատյանը ունի 18 միլիոն դրամ եւ 98,000 ամերիկյան դոլար կանխիկ դրամ։ Կինը, Զարուհի Արզումանյանը, հանդիսանում է Երևանի համար 2 մսուր մանկապարտեզի տնօրենը, ում տարեկան աշխատավորը կազմում է շուրջ 1,5 միլիոն դրամ։ Բանկերում ունի հսկայական ավանդներ, ընդհանուր շուրջ 75,000 ԱՄՆ դոլար։ Հիմա շատերը կասեն, ինչ մարդիկ աշխատավարձով ապրել հետ են գցել, ավանդ են դրել։ Իսկ ձեզանից քանիսն են աշխատավարձով ապրել, կոմունալ վճարներ տվել եւ միաժամանակ նման հսկայական գումար հավաքել։ Սա ինչի մասին է վկայում, որ կոռուպցիան եւ թալանը ոչ միայն չի վերացել, այլ նոր շունչ է ստացել։ Ընկերներ, ինձ է դիմել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը, ում սեփական օգտագործման ավտոմեքենան մնացել է Արցախում, նրան եւս խաբել են։ Այսպես, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի անմիջական հրամանով մեր հայրենակիցը թողնում է իր սեփական մեքենան, որպեսզի Հայաստան բերի Կամազ մեքենա, խոստանալով, որ Հայաստանում իր կորստի համար փոխհատուցում կստանա, բայց անցել է շուրջ 3 տարի եւ ոչ մի փոխհատուցում չի ստացել։ Նիկոլ Փաշինյան, քո կառավարությունը պարտավոր է փոխհատուցում տրամադրել մեր հայրենակիցներին, չէ՞ որ այդ գումարները մեր բոլորիս հարկերից է գոյանում։ Մարդիկ կորցրել են իրենց հայրենիքը, իրենց տունը։ Հիմա մեքենան ապրուստի միջոց է, որը դուք չեք տալիս։ Հույս ունեմ, ձեզ կզեկուցեն խնդրի մասին եւ Audi ավտոմեքենայի փոխհատուցումը կստանա մեր հայրենակիցը։ Ընկերներ, այսօր թեմաները մի փոքր շատ են, քանի որ հարյուրավոր նամակներ եմ ստացել եւ կան առաջնային խնդիրներ, որոնք պետք է անմիջապես բարձրացվի։ Խնդիրներից մեկն էլ կրկին պաշտպանության նախարարության տիրույթում է։ Սուրեն Պապիկյան, հերթական հակապետական արարքի մասին տեղեկություն ենք ստացել։ Քաղաքացիներից մեկը ինձ է դիմել, որպեսզի բարձրաձայնեմ։ Ըստ նամակի 25-օրյա հավաքներին դիրքեր չեն բարձրանում Մարալիկի Զինկոմ Սևակ Գրիգորյանի մտերիմները, իսկ այն քաղաքացիները, որոնք ճապ չունեն Զինկոմի հետ, բարձրանում են դիրքեր։ Հիշում եք, չէ, հենց դուք էիք ասում, որ չունևոր ընտանիքի երեխաներն են գնում բանակ, իսկ հարստները չեն գնում։ Հիմա լրիվ նույն խնդիրն է ձեր իշխանության ժամանակ։ Ընկերներ, վաղը անդրադառնալու եմ Սյունիքի մարզպետին, որ շատերի կողմից ընկալված կերպար է, բայց կան հարցեր, որ պետք է բարձրաձայնվի։ Ես ամենօրյա ռեժիմով բացահայտելու եմ ամեն բան, որը խարխլում է մեր պետության հիմքերը։ Բոլոր փաստաթղթերը հրապարակելու եմ իմ Telegram-յան էջում։ Շնորհակալ եմ։